Արեգակ սրճարանն է, որը մնացած սրճարաններից տարբերվում է իր մարդկանցով։ Այստեղի աշխատակիցները յուրահատուկ են։ 30-ամյա Սեյրանը 3 տարի է աշխատում Արեգակում։ Գյումրի այցելողներին խորհուրդ է տալիս բաց չթողնել իրենց այցելելու հնարավորությունը։ Եթե Գյումրի կան, թող անպայման այցելեն մեր սրճարան, իրանք ներկա կգտնվին, տեսնեն, ասենք ինչ երեխեք ստեղ կաշխատին, ինչ երիտասարդներ կաշխատին, որ ասենք ամեն սրճարանում չես հանդիպի, էլի։ Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների սոցիալ-զարգացման կենտրոնի ջանքերով կառուցված սրճարանն ի սկզբանե նպատակ է ունեցել աշխատատեղ ստեղծել յուրահատկություններ ունեցող երիտասարդների համար։ Հիմա սրճարանը Գյումրիում առաջինն է, որ աշխատանքով է ապահովել Դաունի սինդրոմ ունեցող արև մարդկանց։ Հիմա սիրում մորմը տամ եմ, հոփերը տամ եմ, ցայմը տամ եմ, ես մեզ աղջի եմ։ Այս սրճարանի գրեթե բոլոր աշխատակիցները Էմիլի Արեգակ զարգացման կենտրոնի շահառուներ են։ Եթե շահառու չեն, ուրեմն նրանց ծնողներն են։ Սեյրանը մինչև այս սրճարանում աշխատելը այլ տեղերում է փորձել աշխատանք գտնել, բայց ապարդյուն։ Դուք կաշխատիք հաշմանդամ ունեցող երեխեք է, դու ասենք իրանք լիքը բաներով կարող տարբերվին սովորական մարդկանցից։ Իրանց անկեղծությամբ, իրանց ժպիտներով շատ լավն են իրանք։ Վիոլետան սրճարանում աշխատելուց բացի նաև բլոգինգով է զբաղվում։ TikTok-ում մի քանի հազար հետևորդ ունի, մի քանի 100,000 դիտում։ Ես երկիս եմ, ես սիրում եմ, ես եմ որ երկեմ, ներևա երկում։ Չէ, դումն է, այո, ես մամա հետ, քոյերի պապայի հետ։ Մի քանի ժամ անց Սեյրանին ու Վիոլետային փոխարինեն սրճարանի մյուս արևները ու կշարունակեն ժպտալ հաճախորդներին։ Ասում են, մենք ճիշտ ժամանակին ենք այցելել իրենց, մի փոքր էլ ուշանայինք, սրճարանում ասաղ գցելու տեղ չէր լինի։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, Գյումրիից ABC Media։